Մեր եղածի համաձայն հնարավորության մեր պետության մենք ինչ ունենք, մենք պետք է կամուրջ հանդիսանանք։ Չինաստանից կլինի, Իրանից կլինի, որ Ռուսաստանի ճանապարհը բաց է, Եվրոպա բաց է, կարանք կազմակերպենք, արտադրենք, արտահանենք, մարդկանց գործ տանք։ Ոնց որ անհատ մարդը հիմա մտածում է ինչ անի, փող աշխատի։ Նույնիսկ պետությունը պետք է նայի ոնց կազմակերպի, որ կարողանա արտադրի, աշխատի, շահույթ ունենա, որ տնտեսական աճ լինի, պետքա կապեր Չինաստանի հետ պայմանավորվեն, ասենք ու տեխնոլոգիան բեր, տարածքը տալիս ենք, 10 տարի հարկեր մի տուր։ Մեքենաշինությունը, էլեկտրագումոտ ամենաուժեղ զարգացած ամբողջ Ռուսաստան էսենգյով ճանապարհը բաց է, թող բերեն դնեն ստեղ։ Այսօր վարկյանում մի հատ չինական մեքենա է վաճառում։ Թող այդ արտադրությունը դնեն ստեղ, սաղ ժողովուրդը կաշխատի։ Հնդկաստանից թող բերեն ամենաուժեղ դեղորյակները։ Ժողովուրդը համ կաշխատի, համ շրջանառություն կլինի, համ էլ մարդիկ լավ կապրեն։ Առնես նստես, ոչ կապ ունես, ոչ ծանոթություն, ոչ մեկի հետ հարաբերություն չես ստեղծում։ Վերջը ինչ է լինելու։ Եթե մարդը կարողանում է միլիարդատեր լինի, պետությունը ոնց կարա միլիարդատեր չունի։ Հնարավորությունը կա, պաշարները կա, երաշխիքը կա, կազմակերպես, հրավիրես, բերես, օրենքներ պետք է փոխվի ժողովուրդ։ Տնտեսությունը ինչի իման վրա է զարգանում։ Գիտության իման վրա, այսօր Չինաստանը աշխարհը գրավել է ինչի իման վրա։ Գիտության իման վրա, ով ինչ արտադրի այդ բաժակը, իրանց մոտ $10 է, չինացիները $1 է։